Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, ներկայացնեմ իմ այսօրվա հյուրին։ Հայկյան կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր, համազգայինի Սայաթ-Նովա երգչախմբի խմբավար Գայանե Բաղդասարյան։ Ողջույն Գայանե ջան։ Ողջույն Աշոտ ջան։ Մնացեք նստեք։ Շնորհակալ։ Գայանե ջան, ո՞նց ես։ Հրաշալի։ Դուք լավ եք։ Շատ, ես ուրախ եմ, որ այսօր իմ հյուրն շատ ուրախ եմ, ես մեկ ծանոթ չենք եղել ոնց որ, չէ՞։ Դուք եղել եք մեր մանկության հումորի սպասված հաղորդումների հերոսը։ Այո, լավ է, ինչ հավեսով ներկայացրեք։ Անշուշտ։ Ես ուրեմն առաջ անգամ լսել եմ ձեզ մեր Անահիտ Ներսիսյանի համերգի ժամանակ, որ երգչախմբով եկաք ու այդ գեղեցիկ համերգը ավելի գեղեցկացրիք ձեր ներկայացումով ու ձեր կատարումներով եւ երկրորդներ, երբ նկարների ցուցադրում էր, ցուցահանդես տարբեր նկարիչների մենք հրավիրված էինք կնոջս հետ ու ձեր երգչախումբը քայլելով, սիրուն բեմադրած կատարում էր այդ սիրուն երգերը, գեղեցիկ երգերը ու անպայման որոշեցի, որ պետք է լինես իմ հյուրը։ Ու այսօր ուրախ եմ, որ վերջապես այդ կատարվեց։ Սիրով շնորհակալ եմ հրավերի համար։ Գայանե ջան, կուզեմ մի փոքր պատմես քո մասին, ոչ շատ մանրամասն։ Սովորեցի, հավարտեցի, դու ես արի ու եկանք Միացյալ Նահանգներ, մնացածը կշարունակենք։ Ես երաժիշտ եմ, որը ծնվել է ոչ երաժշտի ընտանիքում, բայց կարծում եմ, որ այս շնորհը գալիս է մայրական կողմից, որովհետև տատիկս էր գեղեցիկ երգում։ Այն, որ խմբավար եմ, ընտրել եմ երաժշտական այս ճյուղը, կարծում եմ, որ հայրիկիս կողմն է, որովհետև հայրս էր ավելի այսպես լիդերի, այդ գեների իրենից եմ ժառանգել։ Ստացվեց, որ մայրիկիցս եւ հայրիկիցս վերցրել եմ եւ այսօր ունեմ այն, ինչ որ ունեմ, շնորհակալ եմ իրենց այդ ամենի համար։ Ունեցել եմ մանկություն, որտեղ արդեն զգալի էր, որ ես երաժիշտ եմ դառնալու, քանի որ մանկապարտեզում հիշում եմ այսպես վարժանքներ էին անում, երբ դաշնակահարույն նվագում էր, եւ ես այդ կլոր, այս պտույտի ժամանակ միշտ կանգնում էի դաշնամուրի մոտ եւ այսպես սիրով նայում էի եւ այսպես չի ուզում առաջ շարժվել եւ այսպես խումբը գալիս էր կանգնում, հերթ Գայանե շարժվիր եւ ես նորից շարժվում էի։ Սա նկատեցին մանկապարտեզում եւ այդ փոքրիկ տարիքից արդեն ծնողներիս հայտնեցին այն մասին, որ ես ունեմ հետաքրքրություն դեպի երաժշտությունը, դեպի գործիքը եւ այլն։ Հետո հայրս այդ խորհուրդներից հետո իմ ձեռքը այսպես բռնեց, ես տակավին փոքր երեխա, այսպես մի հսկայական շենքում ինձ մի տիկնոջ մոտ տարավ, այսպես կարճահասակ, սև մազերով, ինձ համար դեռ ոչ հայտնի, բայց ինքը արդեն շատ հայտնի հայոց սոխակներ Գոհար Գասպարյանը, որի մոտ առաջին անգամ ստուգել են իմ երաժշտական ունակությունները, այսպես էր ձևակերպումը, որ տաղանդ չի, հանճար չի, բայց երաժիշտ կդառնա։ Եվ այդպես էլ եղավ մեծ երաժշտի ուրեմն տված քրատականը։ Այո, ես դարձա երաժիշտ, բայց ու լավ երաժիշտ։ Շնորհակալ եմ։ Եղավ շատ հաճելի էր, շատ սիրուն էր, լավ էր։ Ուրեմն կրթությունը դե կոնսերվատորիա, չէ՞։ Կրթությունս Սարաջևի անվան երաժշտական դպրոց, այնուհետև Խաչատուր Աբովյանի, այսօր կոչվում է մանկավարժական համալսարանի ուրեմն գեղագիտական բաժինը, որից հետո այդտեղ ես հանդիպեցի մարդկային ձայների բազմաձայնության այս հրաշքի հետ եւ հասկացա, որ մարդկային ձայները իրենք անվերջ եւ ամենամեծ հնարավորություններով գործիքն է, որով կարող եմ ես աշխատել, ստեղծագործել։ Եվ ես այդպես սիրահարվեցի երգչախմբային արվեստին եւ երգչախումբը իմ մեջ այսպես բույն դրեց, որ ես պետք է ընտրեմ իմ մասնագիտությունը, արդեն կոնսերվատորիայում ես մասնագիտացա իմ ընտրած ուրեմն երաժշտական ճյուղը։ Կոնսերվատորիայում մրցոցիչ։ Բարեբախտաբար այս դեպքը պետք է պատմեմ։ Սիրով, Կոնսերվատորիայում, այո, առաջին անգամ գնացել ենք նշանակված դասախոսի մոտ, շատ երկար սպասելուց հետո ներս եմ մտնում մայստրո Տիգրան Հեքեքյանը եւ ես, քանի որ մանկավարժականի գերազանց ուսանողներից եմ եղել, այսպես շատ ինքնավստահ այսպես նստած եմ եւ իմ ընկերուհին Անահիտ Սարգսյան, որը իմ ժամանակների տաղանդավոր խմբավարներից է այսօր Հայաստանում, մենք երկու ընկերուհի նստած ենք
Եվ մայստրոն ներս մտավ, այսպես նայեց, ասեց դուք իմ դասարան դիմում եք գրել, թե այնպես եկել եք մեզ այդպես նշանակել են եւ մենք բարեբախտաբար իր դասարանում հայտնվեցինք, ասեցինք, որ մեզ նշանակել են մայստրո, ասեց եղավ, մի հատ աղջիկ ջան վեր կաց եւ ցույց տուր քո դիրիժորական ուրեմն 4 քառորդը։ Իմ ընկերուհին այսպես վեր կացավ եւ սկսեց ղեկավարել, մայստրոն սկսեց ուղումներ անել, որ սա ինչ է, այսպես, եւ դա ինձ համար բաց դաս էր, այսպես ասած վարպետաց դաս էր, որ հետո ինձ կանչեր, ես արդեն գիտեի ինչ պիտի անեի, որ գոհացնեի մայստրոին։ Լավ է, որ քեզանից առաջ ինչ-որ մեկին արդեն կանչեր։ Եվ այսպես ճարպկորեն վեր կացա, այսպես ղեկավարեցի մայստրոն, ասել, շատ ճարպիկ ես երևում։ Ուրեմն ինչն է այս հաղորդման հետաքրքիրը, որ ես կանչում եմ հյուրին, անպայման ուզում եմ իմանամ ով ա եղել իր դասատուն, իր վարպետը, բան, որովհետև մենակ հյուրին չեմ ուզում բացահայտել, նաև այն մարդկանց, որոնք այսօր իմ հյուրը չեն եղել ու չեն էլ կարող լինել, որովհետև հերո է, բայց նրանց մասին անպայման պետք է խոսենք, ում ենք մենք պարտական, ում ենք մենք երախտապարտ, անպայման պետք է խոսենք, օրինակ խոսեցիք Տիգրանի մասին, Եկեկյան իմ լավ ընկերն է, շատ լավ ընկեր է, իսկ իր քույրի Գետանն նայեց, օրել ենք թատերական ինստիտուտում, իջև շատ լավ ընկերներ ենք, շատ սիրում եմ այդ ընտանիքին, բա մայրը հերոստատեսությունում մանկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում Էլմիրա Հեկեկյանը, մի խոսքով տաղանդավոր ընտանիքներից եկած տաղանդավոր մարդը եղել է քո ուսուցիչը, ու ոնց իրաց անուն այսօր չհիշվի ու չասվի։ Շնորհակալություն իրանց, որ քո դեպան լավ կադր են։ Իսկ ընտանիքի մասին կուզեմ խոսել։ Մի տաղանդավոր ընտանիք, դասատում է մի տաղանդավոր ընտանիքում ծնվել ես, հիմա մի տաղանդավոր ընտանիքի հարսես։ Ասես բան կլի։ Հայտարարակ եղանք մնացինք։ Այ պատմի ընտանիքի մասին, այդ գեղեցիկ ընտանիքի մասին։ Այսօրվա։ Շատ տարիներ առաջ 1990-ականների, այսպես 98 թվականին մայստրո Հեկեկյանը իր համերգներ կազմակերպում Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում Հայաստանի փոքրիկ երգիչները մեր արժեքը, մեր բացարձակ արժեքը այսօր համերգ էր կազմակերպում եւ մենք ուսանողներս իր հետ գնում էինք շատ բան ունեինք սովորելու միայն դիրիժորություն այսպես ձեռքերով չի կազմակերպչական մասը ծրագրի հաստատում եւ այլն միշտ սովորում ենք եւ ես այս տարիքում դեռ մայստրոյի ուսանողուհին եմ այսինքն դեռ սովորում եմ իրենից այո որի համար շատ շնորհակալ եմ մայստրոյին եւ հանդիպում ենք Միքայել Ավետիսյանին որը այդ տարիների Հայաստանի պետֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարն էր դիրիժորը եւ մայստրոնն եւ Միքայելը խոսում են իրար հետ պայմանավորվում են այսպես մտքովս չի անցնում բայց Միքայելը այսպես փոքրիկ թուղթի կտոր է ինձ տալիս այսպես ձեռքից ես վերցնում եմ գիտեմ պիտի փոխանցեմ մայստրոյին Հետո այսպես շարունակում ենք մայստրոյի հետ խոսելով գնում ենք եւ այլն կոնսերվատորիայի արչեւ բաժանվում ենք եւ ամեն մեկը իր աշխատանք իր գործերով է գնում ու ես մեկ էլ հիշում եմ որ Միքայելը ինձ բան է տվել թուղթ որ ես պիտի փոխանցեմ մայստրոյին Այսպես բացվում է թուղթը, այսպես ուղղակի էր ծալված, ոչ ավել շատ։ Բացվում է եւ հեռախոսի համար ու ես այսպես շվարած որ չեմ հասցրել տալ մայստրոյին, այսինքն սխալ եմ արել, շտապում եմ մայստրոյի հետևից։ Եվ այդ վազքի ընթացքում մտքով հասկանում եմ, որ բայց մինչ ինձ իրենք մի հեռախոսի համարով իրար հետ կապ են ունեցել։ Սա ինչ համար է։ Այդտեղ հասկանում եմ, որ այդ քո համար է։ Սա ինձ համար է, այս համարը եւ գիտեք այդ տարիքի աղջկական հպարտություն այսպես պատրում եմ եւ 20 տարիներ հետո այս սոցիալական հարթակները մեզ նորից բերում են Հրաշք Այո, եւ այդտեղից սկսում եմ Ստացվեց ձեր ընտանիքը, ինչ երեխաներ ունեք։ Մենք ունենք բազում երեխաներ, մեր բոլոր
Երջախմբի անդամները, մեր բոլոր ուրեմն այն երեխաները, որոնք մեզ հետ այսօր շփվում են, ես համարում եմ, որ դրանք մեր երեխաներն են, մենք տալիս ենք սերունդներ եւ հպարտ ենք դրանով, որ կատարում ենք մեր առաքելությունը, այն ինչով որ օժտված ենք այսօր այսպես շռայլորեն առանց որևէ մի փոքրիկ ուրեմն վերապահումներով տալիս ենք իրենց եւ Միքայել տաղանդավոր երաժիշտ հրաշալի ամուսին, հրաշալի որդի, մի մարդ, որի ազնվությունը երբեմն կասկածի տեղիք է տալիս։ Այդ չափ այսօր մեր հանրության մեջ հազվագյուտ տեսակ է։ Այդ պատճառով ես ասում եմ, որ ես այն երջանիկ կանացից եմ, որոնք կարող են այսպես հպարտությամբ ասել, որ այո, ես երջանիկ եմ։ Շատ լավ է։ Գայանե ջան, ավարտվեց առաջի մասը մեր հաղորդման, ցավոք, որտեվ շատ հաճելի է ձեր զրուցելը ու կուզենայի շատ երկար։ Հիմա անցնենք գովազդի, որից հետո նորից կշարունակենք այս հետաքրքիր մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, այժմ գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը Գայանե Բաղդասարյանի հետ, խմբաբար, գեղարվեստական ղեկավար, մի խոսքով մարդ երաժշտի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Armflix Media հարթակը շարունակում է նոր նախագծերով իր հաղթարշավը, նաև ձմեռային եթերաշրջանում։ Դեկտեմբերի 1-ից ամեն երկուշաբթի եւ կիրակի Armflix-ում շարունակվում են սիրված եւ սպասված դասամիջոցի նոր սերիաները։ Երեքշաբթի եւ հինգշաբթի Armflix-ում մեկնարկում է Միացյալ Նահանգներում նկարահանված Նմանակները նոր հումորային սերիալը։ Կայսրության թևերը 2 նոր հեռուստասերիալը նկարահանված 3 մայրցամաքներում դեկտեմբերի 1-ից կարող եք դիտել ամեն չորեքշաբթի միայն Armflix-ում։ Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին Armflix-ում շարունակվում է Vendetta հեռուստասերիալը բարձր ռեյտինգներով, անհավանական զարգացումներով, լարված ու դրամատիկ սյուժեով։ Դեկտեմբերի 1-ից օրական մի քանի նոր կոնտենտ դիտում եք միայն Armflix հարթակում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Գայանե Բաղդասարյանի հետ։ Գայանե ջան, ուրախ եմ, որ իմ հյուրն ես։ Ես հիմա ուզում եմ իմանամ, հենց հիմա ինչով եք զբաղված, այսինքն նոր ծրագիր եք անում, թե նոր նախագծեր ունեք, հյուրախաղեր, բան կազմակերպել, գնալ։ Երկու բառով խոսենք դրա մասին։ Երբ տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, ես ստեղծեցի երգչախումբ, որը Հարցնել եմ ուզում տա, ինչպես ստեղծվեց երգչախումբը։ Գիտեք, ինձ թվում է, որ ես հանկարծ հայտնվեմ անմարդաբնակ մի կղզում, ես կենդանիներից էլ երգչախումբ կպատրաստեմ, ինձ մոտ այդպես։ Առանց երգչախմբի ես չեմ կարողանում ապրել, սա արդեն փաստ է, այս տարիքում արդեն փաստվել է ինձ մոտ։ Եվ ես ստեղծեցի երիտասարդական մի երգչախումբ, որը համայնքում միակն է իր տեսակի մեջ երիտասարդ, որտեղ մենք բոլորս գիտենք, որ այսօր երիտասարդների զբաղվածությունը ինչքան շատ է, բայց այդ երեխաները մեծ նվիրումով մեծ այսինքն հայրենասերի ոգին ներսում ծառայում են մեր հայ մշակույթին, որը որ շատ ողջունելի է։ Այստեղի ծնված ընդհուպ մինչև Հայաստանում երբեք չեղած մի երեխա երգում է Հայաստանի հայրենիքի մասին, երբեմն նայում եմ իրեն ու մտածում եմ, արդյոք իմ մեջ է մեծ հայրենասիրությունը, թե իր մեջ։ Այդ չափ, ուրեմն, այո, այդ չափ երեխաները մեծ ոգևորվածությամբ Երգչախումբը ստեղծվեց Հայկյան կամերային երգչախումբ, այդպես անվանեցինք իրեն, եւ երգչախումբը ունի փոքր, այսինքն շատ երիտասարդ է, բայց իր ուրույն տեղն ունի այսօր համայնքի ներսում եւ շատ մեծ պահանջարկ ունի երգչախումբը արդեն, որովհետեւ այն ամենը ինչ որ արվում է սիրով։ Հիմնադիր անդամներն ենք ես, Միքայել Ավետիսյանը, ամուսինս, Այդա Ամիրխանյանը, որը որ մեր խորեոգրաֆն է եւ առանց իրեն երգչախումբը իր առանձնահատուկ լինելու այդ տեղը չեր ունենա։ Ինքը Այդան հրաշալի հասկացավ, թե ինչ եմ ուզում ես եւ այդ իմ երազանքը իրական դարձրեց, այդ բեմական շարժը, խոսքը, երաժշտությունը։ Ես ներկա եմ եղել, տեսա թե ինչքան ազատ, սիրուն քայլելով, իրար շփտալով, շատ լավ։ Գայանե ջան, կարող եք մի որևէ հատված այդ երգչախմբից դիտենք, որովհետև ես կուզեմ մարդիկը կարող է որև չեն էլ լսել ոչ մի անգամ, կուզեմ անպայման մեր հեռուստատեսումը, մեր ծրագրով այդ համարը
ցուցադրվի։ Կարող ենք ունենք։ Սիրով, այո։ Շատ շնորհակալություն, շատ հաճելի էր, շատ գեղեցիկ էր, բայց ունեք նաև մի ուրիշ երգչախումբ, չէ՞, Սայաթնովա երգչախումբը։ Այդ մասին էլ ուզում ենք խոսենք։ Սայաթնովա երգչախումբը դա առաջին երգչախումբն էր եւ երբ իմացավ, որ ես գտնում եմ Միացյալ Նահանգներում եւ հրավիրեց ինձ որպես խմբավար, եւ մենք ունենք շատ հետաքրքիր եւ շատ գեղեցիկ համագործակցություն, համայնքի մեջ միակ երգչախումբն է, որ ունի մասշտաբային մեծ օրկեստրով համերգներ, սա բացառիկ ուրեմն երևույթ է, ջանք չեն խնայում վարչական կազմը, համազգայինը, Սայաթնովայի այս բոլոր երգչախմբին փայփայող մարդիկ եւ երգչախումբը ինձ համար իմ առաջին տունն է եղել այստեղ մշակութային տունը եւ այդտեղ սկսել ենք գործունեությունը գրանցում ենք շատ համերգներ իրենց տարեկան համերգները շատ բացառիկ են ես խորհուրդ կտամ ներկա գտնվել հետեւել եւ ներկա գտնվել մեծ սիրով կգանք մեծ սիրով իսկ դրսում այլ երկրներում կամ Հայաստանում ելույթ ունեցել եք կամ կան ծրագրում Գիտեք, փափագներ կան, որ եւ Հայկյան կամերային երգչախումբը եւ համազգայինի Սայաթնովա երգչախումբը մեկնի իր համերգներով Հայաստան, դա առաջիկա պլաններում է։ Այո, իհարկե։ Բոլորիս փափագն է դա։ Տեսնես իր ճարակաթրդում ժամանակը դարձյալ գովազդ մեր եթերում, որից հետո կշարունակենք։ Սիրով։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը Գայանե Բաղդասարյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին.
մուտք եք գործում armflix.com, քայլ երկրորդ, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը, քայլ երրորդ, ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը, քայլ չորրորդ, լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Դե ինչ սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Գայանե Բաղդասարյանի հետ։ Կոմիտասն ասել, չէ, քանի կա հայ երգը, կապրի հայ ժողովուրդը։ Այնպես որ ինչ եմ ասում, շատ կարևոր, շատ ազգանվեր, շատ սիրուն գործ եք անում մեր ազգի համար, մեր ժողովրդի համար, շատ հայրենանվեր գործ է եւ նման մի գործի ծառայի մեր ծեր ամուսնու հայրը այդքան երկեր թողնելով մեզ, այդքան գեղեցիկ, մեկը մեկից մելոդիկ, մեկը մեկից սիրուն, մեկը մեկից քաղցր երկեր, իսկապես հիշվող երկեր, որ մի անգամ երկը լսում ես ու ամբողջ օր այդ երկը ուղեղիդ մեջ է։ Ես կուզեմ խոսենք Խաչատուր Ավետիսյանի մասին, հրաշք երկհանի մասին։ Այո։ Ինձ համար Խաչատուր Ավետիսյանը ժողովրդական ժանրի կոմիտասն է։ Նա զտեց եւ ժողովրդական երգը հատուկ մակարդակով բարձրացրեց բեմ եւ այն կոմպոզիտորներից է, որ մինչեւ օրս կատարվում է բազմաժանր, բոլոր ժանրերում ստեղծագործել է հրաշալի մելոդիկ զգացողությունով, մի խոսքով տաղանդավոր մարդ եւ այս ստեղծագործությունները, այս ժառանգությունը այսօր շատ ավելի մեր ընտանիքինը չեն, ինչքան որ ժողովրդինը։ Այո, անշուշտ։ Այո։ Իրական պատմություններ պատմենք մենք այսօր եւ անեկդոտ էլ լավ կլինի որ այդ անեկդոտը լինի երաժիշտների երաժշտության հետ կապված։ Կարող է իրական պատմություններ, ասենք ուսանող տարիներից, հիմա համերգների ժամանակ, փորձերի ժամանակ, չգիտեմ, կյանքում, դրսում, տանը լավ հետաքրքիր ցանկալի է որ զվարճալի պատմություն լինի։ Որպես այդպիսին մի մասնագիտություն եմ ընտրել, որտեղ որ բեմում եւ մասնագիտական այս շատ ավելի, չգիտեմ, հիմա մտածում եմ, որ մենք շատ ավելի լուրջ մասնագիտության մեջ ենք այսպես խորացել եւ այդ արկածները բեմական կամ կուլիսներում շատ ավելի մի բան պետք է պատմեմ դպրոցական տարիներից, քանի որ իմ ուսանողական տարիները մի քիչ եղել են ավելի մեր մութ տարիների մեջ, այսպես շատ վառ չեմ կարողանում մտաբերել, բայց դպրոցական տարիներից մի բան պետք է պատմեմ։ Ուրեմն մենք ունենք բարձր դասարաններում դասղեկ, որը հայրիկիս ընկերն էր, ինքը տալիս էր մեզ պատմություն։ Շատ խիստ էր, բայց մենք դասարանում որոշեցինք հաջություն ունեցանք, որպեսզի այդ մարդու դասից փախնենք։ Գիտեք, մեծ տարիքում մի քիչ էլ աղջիկները ամաչում են, որ այդպիսի մի վարք դրսևորեն, բայց համարձակություն ունեցանք։ Հիշում եմ ձմեռ էր, որոշեցինք պետք է դասից փախչենք, գնանք կինո։ Պայուսակները ուրեմն նետեցինք երկրորդ հարկից ներքև եւ բոլոր դասարանը այդ պայուսակների վրա երկրորդ հարկից թռնում էր։ Չգիտեմ, չէինք մտածում, որ կարող է վնասվենք։ Եվ ում դասից ենք փախնում, ամենախիստ դասատուի։ Ինչ համարձակություն։ Եվ վազում ենք գնում ենք դպրոցով, դասարանով գնում ենք կինո կոմիտաս։ Նստած ենք ֆիլմը նայում ենք, մեկ էլ մի երեխա կողքից համադասարանցի ասեց, որ Մարգարյանը եկավ։ Ուրեմն որ դուռը բացվում է, լույսը ընկնում է վրան, մութ դահլիճում, երևում է, որ մեր դասղեկն է։ Ուրեմն մենք այսպես հանում ենք մեր
ուրեմն ձմեռային հագուստները թարս ենք հագնում, որպեսզի չերևա, որ մենք ենք այդպես ենք մտածում այդ երեխաները եւ տեսնում ենք, որ ինքը այսպես ուշադիր նայելով մոտենում է դեպի մեզ եւ մենք այս թարս հագած շորերով մյուս կողմից վազում ենք դեպի դպրոց։ Մինչեւ ինքը կգա դպրոց, մենք իր դասարանում այսպես խելոք նստած ենք բոլորս։ Բան չի պատահել։ Եվ ինքը ներս է մտնում, այսպես շատ լավ եմ հիշում։ Նայում է դասարանին, այսպես աչքերով կանգնում է դեպի ինձ եւ ասում է. ամեն ինչ հասկանում եմ, բայց չեմ հասկանում, Գայանե Բաղդասարյան, դու քո հայրիկից չես վախենում, չէ՞ որ ընկերն է։ Ուրեմն ես լավ եմ հիշում առաջին ամոթը, որ ես զգացի շատ այսպես վառ, դա այդ օրն էր, երբ հասկացա, որ ինքը կարող է իմ հայրիկին ասել, իսկ հայրիկս, գիտեք, ընկերական էր, բայց ազդեցիկ մարդ էր։ Այսպես, նայեք։ Եթե իմանա, դու երկրորդ հարկից թրջել ես եւ հասել ես կինոկոմիտաս փախնելով դասից եւ այն էլ իմ սենց մտածեց այս գլուխը նոր տարու պնդուկ պոպոկի սեղան էր սարքելու եւ ես այսպես վախից մինչեւ հաջորդ օր սպասում էի բայց ինքը իսկապես լավ ուսուցիչ էր նա հայրիկից չասեց եւ ես այսպես փրկվեցի խիստերը արդյունքը տեսնում են այս տանում են ղեկավարը պետք է լավ համակերական լինի սիրվի համել եւ շատ խիստ լինի, որ կարգ ու կանոնը կարողանա դրանով պահել։ Կա էլի պատմություն, որևէ պատմություն։ Անեկդոտ կարող եմ պատմել։ Անեկդոտը պատմել։ Պետք է երաշտի մասին պատմեմ, կոնկրետ մասնագիտական դիրիժորի մասին։ Այդպես ընկերներով գնում են ձուկ որսալու եւ ամբողջ լճակում գործերը կրկռում են եւ խանգարում են, չէ՞ որ ձկնորսությունը երկար պատմություն է, համբերություն, պետք է սпасել։ Այս կրկռոց այս մարդկանց արդեն հունից հանում է եւ որոշում են քարով այս լճակի մեջ գործերին խփել։ Մեկը խփում է չի կտրվում կրկռոցը, երկրորդը խփում չի կտրվում, երրորդը եւ այսպես շարունակ։ Մեկը այսպես քարը երկար պահում է, նայում, ասես ուղիղ նպատակաուղղված խփում։ Մեկ անգամից գործերի ձայնը կտրվում է, հարցնում եմ, ինչ պատահեց, ասում եմ, ուղիղ դիրիժորին, եւ այսպեսով, այո։ Ես տարիներ առաջ այդ անեկդոտը նկարել եմ ու իսկապես շատ նկարել ենք, որ ձկնորսներով նստած ու տուն խմում են, արդեն ցուկը բան են, բայց գցել են ամեն սպասում են, որ նոր ցուկ դուրս գա ու ասում է, այդ մեկը սա ինչքան քարը գցում են, ավելիա ձայնը բարձրանում, ավելիա սրանք սկում ճապճապալ բան Վերջը երրորդը sense նշանը բռնում ու խփում է ու ձայները լրիվ կդրում ասում է ո՞նց եղավ ասում ապեր դուք երկչախմբի երկիշներին եք խփում ես մի անգամից դիրիժորի խփեցի ձայնը կդրում շատ լավ անեկդոտ էր Գայանե ջան շատ հաճելի էր իսկապես շատ հետաքրքիր էր այդ սերուցը որտեղ շատ հետաքրքիր եմ խոսեցինք Խաչատուր Ավետիսյանի եւ Տիգրան Հեկեկյանի մասին հետաքրքիր բաներ հիշեցինք շատ լավ էր հիմա ցավոք ավարտվեց մեր սերուցը մենք համագործակցում ենք Քենեթ փողոցի վրա Քենեթ Վիլիջ ծաղկի սրահ կա հրաշալի մարդիկ են աշխատում տնօրենը Տիկին Լիլիթը շատ լավ ծաղիկներ են պատրաստում, բացի դա թարմ լավ շոկոլադներ ունեն Եվրոպայից են ստանում ու ինքն էլ նկարչուհի է, այդ նկարներն էլ գեղեցիկ պատերին սարդարված։ Այդ սրահը վաճառքել են այդ նկարները։ Մի խոսքով նրանց կողմից ու մեր կողմից ուզում եմ քեզ անցնել մի համեստ ծաղկեփունջ եւ ցանկանալ քեզ հաջողություններ ու հանդիպում նաեւ Դալիճում ձեր մենահամերգի ժամանակ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, մի քիչ ծանր է, բայց Շնորհակալ եմ։ Ես խորհուրդ եմ տալիս իմ համերգին եկող բոլոր ունկնդիրներին եւ հանդիսատեսին օգտվել այս ծաղկի սրահի այս գեղեցիկ վարդերից։ Շնորհակալություն, միջնոր հանդիպում։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ստեղ։ Հաջողություն Գայանե։ Շնորհակալ եմ։ Դեժ բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում իմ հյուրն էր Գայանե Բաղդասարյանը, խմբավար երաժիշտ, սկայժմ մեր ավարտման վերջին խոսքերը։ Ինչ էլ որ պատահի, գլուխդ բարձրացրու եւ քայլիր։ Կարևոր չի թե ինչ կխոսեն քո մեջքի ետևում, կարևորը քո խիղճ ու ճանապարհդ մաքուր են։ Այսքանը սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր։ Դոկտոր, ինչ գրեմ։ Գրի գլխի ցնցում։ Գլխի ցնցում։ Միգուցե ուղեղի ցնցում։ Չէ,
գերի գլխի ցնցում։ Դա որ ուղեղ ունենար, սոքանչի ծնունդին սիրուհու հետ չեր գնա։